խոհանոց չանենք, հատկապես որ խոհանոցում ենք իրար։ Հայերենում մի բան կա, մարդուկին մի անկողին։ Սովորություն ունի ջարդելու, խփելու։ Հետո սկսում է տղամարդ այդ ժամանակ սկսում է անալիզ անել, մտածել։ Դու կարող ես ինչ-որ մի հատ բան ասես, որը դառնա երկրորդ փտելու առիթը։ Ես ինքսից գիտեմ, որ ինքը գիտի ինչ եմ ես նեղացել, ու տենց ես կարամ օրերով պահեմ։ Փոքրիկ հատվածը, որ մենք նեղացած ենք, դու գիտես ինչ հաղթանակ կա։ Ինչու չի կարելի մի անգամից պատասխանել հարցին։ Դեպի մե համովա։ Չեմ նոր տարի հաստատ շատ ակտիվ կցուցադրվի, որովհետև թեման է նոր տարվա։ Իհարկե։ Հաճելի է, որ երեխաների հետ կարելի է նայել։ Դուր ա եղել, ես պրոստը մեքենայով գալիս էի, ասենք Ռոսնսս ձեռքը ստարագրիպանս 200 դրամ ունեի ես։ Մամաս ամեն առավոտ գալիս է ճաշերը եփում, պահում է երեխեքին ու գնում է։ Երկրորդ տունը երգում ես որպես ծնող։ Քարի պես ամուրը սերս, ես սիրում եմ քեզ անսահման։ Մենք հիմա ունենք մեր սեփական դպրոցը։ Երևանում Զեյթունում Պաուլ Սևակ 47 հասցեում, հա։ Աշը իրան ասում եմ մերս։ Չի։ Հաղորդման գլխավոր գործընկեր Valan Group, գործընկերներ Armenia Wine, Ital Solar, Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տանը։ Ուրախ եմ ողջունել բոլորիդ եւ խնդրել, որպեսզի բաժանորդագրվեք YouTube-ի իմ պաշտոնական ալիքին։ Սեղմեք զանգի կոճակը, թողեք մեկնաբանություններ, որովհետեւ ես դրանք բոլորը ընթերցում եմ։ Ինչպես նաեւ միացեք իմ Instagram-ի եւ Facebook-ի պաշտոնական էջերին։ Գրեք նամակներ եւ հաղորդագրություններ եւ մեկնաբանություններ թողեք։ Այդ ամենը իհարկե ոգևորում եւ ոգեշնչում է եւ ես անդադար ուզում եմ նոր հաղորդումներ նկարել, նոր մարդկանց հրավիրել, որտեղ հասկանում եմ, որ դա ուրախություն է պարգևում նաև ձեզ։ Ուրախություն է նաև ինձ համար հիշել այն մասին, որ Հերնե դիալոգ նախագծի գլխավոր գործընկեր Valan Group-ը մշտապես իրականացնում է տարբեր հետաքրքիր ծրագրեր։ Valan Group-ը միշտ մարդկանց կողքին է, ովքեր ունեն դրա կարիքը։ Եվ հիմա ես կպատմեմ մի շատ յուրահատուկ եւ գեղեցիկ ընտանիքի պատմություն, որի կյանքում նաև իր դերակատարությունը ունեցավ իմ սիրելի Valan Group-ը։ Ես գտնվում եմ մի տան բակում, որի պատմությունը սկսվում է Արցախից։ Այս տունը, որ տեսնում եք իմ ետևում, պետք է կառուցվեր Արցախում եւ լիներ երկու երիտասարդների խաղաղության ու երջանկության անկյունը։ Բայց նրանք ստիպված էին թողնել իրենց երազանքները, թողնել իրենց բակը, մանկությունը եւ տեղափոխվել Հայաստան։ Տեղափոխվելով Հայաստան նրանք կրկին ուժ հավաքեցին։ Սերը օգնեց նրանց հավատալ, որ կարելի է երազանքները իրականություն դարձնել, նույնիսկ Հայաստանում։ Եվ որոշեցին միասին կառուցել այս տունը այստեղ, Հայաստանի հողի վրա։ Սա դեռ սենց կիսատ փուլում է, դեռ չենք հասել խոհանոցի պատերի սպիտակեցնելուն։ Պլաներում ստեղ մեծ սեղան ունենալն է, ուզում 7 որդով սեղան նստելն է լալինելու։ Պատշկամբ, հիանալի տեսարանով։ Իրականում այս տունը նաև Valan Group ընկերության պատմության մի մասն է։ Valan Group-ը մշտապես փորձել է լինել այն մարդկանց կողքին, ովքեր ունեցել են մեծ երազանք եւ գնացել են իրենց երազանքի հետևից։ Դռների հարցում մեզ աջակցեց Valan Group-ը, շատ հաճելի է, որ նման բան քո կողքին կա մեկը, ով քեզ օգնում է ու այսպես։ Հիմա ունենք դռներ։ Ներքին հարդարման աշխատանքները ամեն ինչ անում ենք մեր ձեռքերով։ Սա տուն է, որը կառուցվել է հավատով եւ անսպար կամքով։ Այս տանը ապրում է մեծ երազանքը։ Երազանք, որ մեկ օր իրականություն կդառնա Արցախում։ Այսօր իմ տուն ռեստորանում շատ ուրախ է լինելու։ Ես հենց ամենասկզբից կարող եմ երաշխավորել, որ առանց ժպիտի եւ ծիծաղի դիտել հնարավոր չի լինելու։ Ինչու՞, որովհետեւ հրավիրել եմ մարդկանց, ովքեր անսահման հումոր ունեն։ Խոսքս Գրիգոր Դանիելյանի եւ Հռիփսիմե Ելինյանի իր ճկնաղ տիկնոջ մասին է։ Իդեպ, սա առաջին անգամն է, որ ես նրանց հետ հարցազրույց եմ անելու եւ նման մեծամասշտաբ հանդիպում եմ ունենալու։ Այո, այսպես էլ է լինում։ Գնամ դուռը բացեմ։
Գնային հյուր, համով բաներ ուտելու։ Գնացինք։ Լեկից աչ ձախ։ Աչ։ Աչ։ Աչ թե ձախ։ Աչ։ Ոու, վերջապես կայացավ մեր սպասը։ Բարի գալուս մեզ։ Բարի գալուս մեզ էլ, ոյ սիրունա, ինչ հաճելի է, համեցեք։ Ինչ հաճելի ալիքը կամերան է։ Կաղինը Գրիգորն է նոր գցել։ Գրիգոր, ինչ ես իմ կաղինը գցել։ Մի բան վստահ։ Այդ շատ սիրուն է, այս դդումը լրիվ աշնան թեմայի մեջ է։ Ես էլ եմ այսօր իմ ճաշաչ ցանկը աշնան տենց մուդի մեջ։ Ռիփսի մեջ ջան, Գրիգոր ջան, մերսի շատ որ ձեր զբաղված գրաֆիկի մեջ ժամանակ գտաք ու եկաք։ Ես իմիջիայլոց երբ մինչև ձեր գալը հաղորդման սկզբում անպայման ուզեցի նշեմ, որ առաջին անգամն է երևի իմ պրակտիկայում, հատկապես հերմի դիալոգ նախագծում, որ ինձ մոտ մարդիկ են հյուր գալիս, ում հետ տարօրինակորեն ես նախկինում շփում չեմ ունեցել։ Չգիտեմ ոնց հասեն ստացվել, որ նույն ոլորտում լինելով մենք Գրիգոր փաստորեն մեր առաջին հանդիպումն է, դե մի հատ խաղում գինի լցրու, մի հատ այդ կապակցությամբ ձեզ ասեմ բարի գալուստ, որտեղից եք գալիս։ Գալիս ենք նկարահանումից, ճիշտ ասած, գնացել ենք հյուր, էլի գնացել ու նպատակը մեր ֆիլմի մասին խոսելն էր, մենք կոչվում է մոլորվածը, որ արդեն բոլոր ես չեմ գտնում որպես բան։ Ճիշտ ասա, պրակտիկա չունես։ Հա, ես ալավ։ Ունես։ Աջան։ Բացի պրակտիկա ունես։ Այս չի։ Այդ չի գտնում, ես հասկացա, всё։ Մի խոսքով հյուր էին գնացել, մեր ֆիլմից ենք խոսում, մոլորվածը, որը որ ամսի 9-ից հոկտեմբերի 9-ից մենք արդեն բոլոր կինոթատրոններում ֆիլմը ցուցադրում ենք, նաև մարզեր էին գնացել, երեք ենք եկել, Գյումրիում շատ հավես ցուցադրություն ունեցանք։ Ինչպես ընդունեցին գյումրեցիները։ Շատ լավ։ Հա, որտեղ ամենախիստ եւ ամենապրոֆեսիոնալ աուդիտորիան է այնտեղ, չէ՞։ Բայց շատ լավ անցավ, շատ հավես էր։ Գյումրիում վերաբացվել է հոկտեմբեր կինոթատրոնը, այնտեղ էինք ու նաև Օլիմպիկ կինոթատրոն գնացինք, նաև Լոռու մարզում եղանք, Վանաձորում Լոռի շատ կարոտած են, կինոթատրոնում ցուցադրություն ունեցանք, դրանից մեկ օր առաջ։ Ինչի՞ է ստրեսի մեջ։ Գրիգորը սովորություն ունի ջարդելու, խփելու, միամիտ կարաս սովորություն Ես եմ մտել։ պատահական չանցկացնով ունեցա, որ սենց մեկ էլ կարող է սենց բացեի ու սենց թռնել ինչ-որ մի բան։ Բարով տեսանք, ինչպես իմ տուն։ Հայավարի ոտները սխելով ձեզ տանը։ Մերսի շատ, շնորհակալություն։ Ռիբ ես ճիշտ եմ հասկանում, որ նույնիսկ այն պրոյեկտները, որի մեջ դու ներգրաված ես, միևնույնն է միշտ ուղեկցում ես Գրիգորին։ Ես ասեմ, որ ինչ որ կա, մեր պրոյեկտները ինչ որ արվում է, ես միշտ ներկա եմ այդտեղ։ Որովհետև ես գիտեմ ինչ դաժան այդ ամեն ինչը լինում։ Դրա հետ անցնում ենք այս ճանապարհները, իրականում դեպի ճամբարից սկսած ես չեմ պատկերացրել ֆիլմը գեղարվեստական ինչ է այս ներկայացնում, ինքն էլ չի պատկերացրել։ Հետո երբ որ պատկերացրեցինք, ասաց, բայց մի բան ասեմ, պրոյեկտներ չանենք, կինոներին անցնենք ու Գեղարվեստական ֆիլմը, լիամետրաժ ֆիլմեր անելը բավականին բարդ է, ի տարբերություն հեռուստատեսայինն էլ բնականաբար իր բարդությունները ունի, բայց հեռուստատեսային սիտկոմ անելը ինձ համար դարձել է շատ հեշտ է, շատերի համար շատ դժվար է։ Որտեղ տեսնում ես, գիտես, գլխիդ մեջ ունես։ Ես անգիր արդեն դիրապետում եմ բոլոր դետալներին եւ մանրուքներին, ինչը հարկավոր, որպեսզի մենք ունենանք լավ սցենար, ունենանք լավ նկարահանում, լավ դերասանական կազմ եւ այլն եւ այլն։ Ֆիլմի դեպքում արդեն մի ուրիշ ձևի աշխատանք է պահանջում, արդեն ավելի բարդ տեխնիկական լուծումներով եւ այլն։
Ինձ դուր եկավ այդ բանը, որովհետև նոր էր ինձ համար, որպես արդեն պրոդյուսեր, այսինքն որպես մարդ, որ կազմակերպում է այդ ամեն ինչը իրականացնի, եւ արդեն մենք ունենք երրորդ ֆիլմը, 3 ֆիլմ ենք թողարկել, մեկը եղել է Դեպի ճամբար հատուկ ջոկատը, մյուսը Մոլորվածը, որ հիմա կինոթատրոններում է եւ մարդիկ կարող են դիտել եւ ասեմ որ բավականին դրական արձագանքներ ունենք եւ երրորդը Full House-ը, որը հունվարի 29-ից կլինի բոլոր կինոթատրոններում։ Որին կրկին բոլորը սպասում են։ Որը շատ սպասված է, հա։ Կինոն մի մոգական բան ունի ինձ համար համենայն դեպս, ի տարբերություն սերիալների, սիթքոմների, նույնիսկ ներկայացումների, որ մոգական մի բան կա, որը վերջին նկարահանման օրը վերջանում է եւ վերջ, այլևս էլ չես կարող վերադառնալ։ Եվ այդ այսպես քաշող հատկությունը, որ հետո անդադ արթնանում ես, ասում ես մի վարքյան էլ հայտնվեի այդ հրապարակում, այդ տրամադրության մեջ, այլևս երբեք հնարավոր չէ։ Այնպես որ Մոլորվածը արդեն նկարահանման իմաստով պատմություն է, բայց դիտողների համար իրականություն, որը կարողանում են դիտել մինչև երբ Մինչև երբ, համենայն դեպս մենք նախատեսում ենք, որ ինքը ունենալու է բարձր դիտողականություն, որովհետև իրականում, ինչպես ասում են, սարաֆանային գովազդը, որ մարդիկ մեկը մյուսին կասի, որ լավ ֆիլմ է եւ այդպես իդեպ հիմա արդեն այդ process-ի մեջ է, մարդիկ գալիս են, դիտում են, կարծիքներ են հայտնում իրենց ընկերներին, որ լավ կինո է, գնացեք նայեք եւ այլն, մենք անընդհատ լավ լեցուն դահլիճներ ենք ունենում ու կարծում եմ, որ հա, ինքը կցուցադրվի մինչև նոր տարի հաստատ շատ ակտիվ կցուցադրվի, որովհետև թեման է նոր տարվա է։ Հա, հիմա ինքը դիտում են մարդիկ որպես նոր ֆիլմ, այսինքն նոր հայկական ֆիլմ, բայց նոր տարին ինչքան մոտենա, մարդիկ արդեն որպես ամանորյա ֆիլմ են դիտելու եւ վերջապես մենք կարողացանք իրականացնել են մեր վաղեմի երազանքը, որը որ մենք ուսումնասիրել ենք ու հասկացել ենք, որ մեր հայկական իրականության մեջ չկար ֆիլմ, դա միտքը ասում եմ շատ վաղուց է 18 թվականից է եղել էլ այս միտքը, որ չկար ֆիլմ, որը ամանորի մասին էր, այսինքն մենք ամանորին չենք դիտում ամանորի մասին։ Մեր բակն էինք նայում, որը մեզ հիշողություններ էր բերում։ Բոլորը կարճաթև էին, ասենց ինչ-որ ամառ էր բան ու տես ձմեռային բան չկար, իսկ այստեղ արդեն մենք ունենք այտենց հետաքրքիր ամանորյա ֆիլմ հենց դեկտեմբերի 31-ի մասին դեպքերը այդ շրջանում են զարգանում ու բավականին հետաքրքիր է, որ մենք կարողացանք այդ բացը լրացնել լավ, այսպես ասեմ։ Ես խոստովանում եմ, որ ֆիլմը դեռ չեմ հասցրել դիտել, բայց շատ շուտով կդիտեմ, անպայման որ հետևեք իմ Instagram-ի եւ Facebook-ի էջերին, խոստանում եմ տեղադրել նաեւ իմ կարծիքը, որտեղ ինձ համար իմանալով որքան բարդ է Հայաստանում կինո նկարելը, ես ի սկզբանե ցանկացած ֆիլմ, որ սկսվում եւ նկարահանվում եւ ավարտին է հասցվում, ես ասում եմ, որ բրավո պրոդյուսերներին, ռեժիսորներին, ամբողջ անձնակազմին, որ կարողացել են ինդուստրիա չունենալով հանդերձ, կարողացել են ֆիլմը իրականություն դարձնել, այնպես որ անկախ նրանից դիտել եմ թե ոչ, շնորհավորում եմ եւ այո, արձագանքները լսելով արդեն իսկ խորհուրդ եմ տալիս։ Հաճելի է, որ երեխաների հետ կարելի է նայել, ֆիլմը նախատեսված է 8+ է ֆիլմը, ֆիլմում ինչ-որ դաժան կադրեր եւ այլն չունենք, ինքը ընտանեկան դիտման համար նախատեսված, կարող են դիտել թե մեծերը, թե փոքրերը, ես ասեմ, որ մենք Լորիում օրինակ ցուցադրություն ունեինք ցերեկը ժամը 3-ին, երեխաների հետ էին եկել, բայց երեկոյան ցուցադրություն օրինակ ժամը 7-ին արդեն եկել էին բոլորը մեծ էին, մի քանի երեխա բայց արդեն մեծերով էին եկել նայելու ու շատ հաճելի է, որ բոլոր տարիքային խմբերին մենք կարողացել ենք գրավել, հա։ Գրիգոր ջան, իմանալով պրոդյուսերների համար որքան կարևոր է խոսել ֆիլմի հետ համագործակցած ընկերությունների մասին, կխնդրեմ նշես, որ ընկերություն էր, որ գլխավոր գործընկեր որպես աշխատեց Մոլորվածը ֆիլմի հետ։ Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Dalma Garden Mall-ին, ովքեր որ մեր գլխավոր գործընկերն էին եւ մենք ընթացքում նաեւ ընկերացանք, մեր բացի գործընկերը, մեր ընկերները եւ մենք միասին իրականացրեցինք այս
ֆիլմը, բայց ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն ընկերություններին, ովքեր որ մեր կողքին էին եւ որպես հովանավոր, բայց նաև որպես գործընկեր եւ նաև որպես ընկեր, որովհետեւ շատ ընկերներ ունենք, ովքեր մեզ հետ միասին համագործակցեցին եւ շնորհակալություն հայտնելով ուզում եմ ասել, որ եթե բիզնեսը կանգնում է գեղարվեստական ֆիլմերի կողքին, այսինքն ֆիլմ արտադրության կողքին, այդ ժամանակ ֆիլմ արտադրությունը սկսում է զարգանալ։ Եվ թող մեր գործընկերների օրինակին հետևեն մնացած բիզնեսները եւ վստահաբար կարող եմ ասել եւ իրենց համ շատ օգուտ կլինի դրանից, համ էլ մեր հայկական կինոն կզարգանա։ Մեն առաջի հովանավորս։ Ինչ ես հովանավորել, Սիմեջան։ Իսրտե հովանավորել։ Հոգով սրտով դիմացել ես, ես կասեի նայ։ Եթե ես նաև։ չհովանավորեի, Հերմինե ջան, ոչ մի բան չէր նկարահանվել, որովհետև եթե ես իսրտե ուզում եմ, այդ ամեն ինչը հաջողություն է։ Հա, ես ասեմ, որ մի բան պետքա շատ, եթե ուզում ես, դա իրականում է, իսկ Ռիփսմեն օրինակ իր էներգիայով միշտ կարողանում է այնպես անի, որ այն բոլոր պրոյեկտները, որոնք որ իրականացվում են մեր կողմից հաջողություն ունենան, որովհետև ինքը հավատում է։ Ու մի հատ բան ասեմ հետաքրքիր, որին որ չի հավատում, ասում է, այս բանը այդքան թույլ առնելու լավ չէ։ Իսկ դու դրան ասում ես, կռացիր չեղավ։ Չէ, հայտնի ձեր վիդեոներից, հայտնի ձեր ներքին խոհանոցից, ես շատ լավ գիտեմ քո դրամատուրգությունը։ Կռալը կա, բայց իրականում եթե մենք անկեղծ հումորի տեսքով բան արել, բայց իրականում կանխազգացողությունը, որ լինում է, ասենք, օրինակ, այս մի բանը հաջողություն չի ունենա, արի սա չանենք։ Ու ես ասում, չէ, արի անենք, ինչ եղել, 100% լավ է լինելու բան, եւ այլ թե մի բան չի լինում, վերջերս ինքը լսում է ինձ, որովհետեւ շատ ա եղել, որ չի լսել ու շատ վատ ա եղել։ Այ դրա մասին մենք հիմա կխոսենք աղցանի շուրջ։ Հաջորդ դասին։ Ոչ, որովհետև ես մի հետաքրքիր խաղ եմ մտածել ձեզ հետ։ Մի քիչ կոտրել եմ իմ ֆորմատը, աղցանը այստեղ կվայելենք իրար հետ, շարունակելով տակառ խաղունքինին եւ տեսնելով եւ անդադ հետևելով ձեր ներքին խոհանոցին, որը ես շատ եմ հավանում, ես որոշեցի մի հատ ներքին խոհանոց չանենք, հատկապես որ խոհանոցում ենք իրար հետ։ Թեմա ես կառաջարկեմ իդեպ, ես մտածել եմ։ Դե ուրեմն շնորհակալություն մոլորվածը ֆիլմի մասին խոսելու համար։ Դե ուրեմն հետևեք, որտեղ Հայաստանի բոլոր կինոթատրոններում դուք կարող եք դիտել ֆիլմը եւ այդ ամանորյա տրամադրությունը եղանակն արդեն քիչ ստիպում է ունենալ այդ տրամադրությունը, վայելել ընտանիքի եւ երեխաների հետ միասին։ Շնորհավորում եմ մեկ անգամ եւս։ Փորձենք աղցանը։ Փորձենք։ Ուռա։ Հուսամ այսօրվա ճաշացանկը հյուրերիս դուր կգա։ Մի փոքր էսպես երբ նրանք համային հետաքրքիր համադրություններով եւ նաեւ գույն, որովհետեւ այս սեզոնին եւ առհասարակ երբ կազմում եք ճաշացանկը, աշխատեք այնպես անել, որ գույներ նույնպես լինեն ձեր սեղանի վրա։ Օրինակ ես երկար մտածում էի առաջինը ինչ մատուցեմ, մի քանի տարբերակ ունեի, բայց հասկանում էի, որ գույնի պակաս կա եւ այդ իսկ պատճառով նախուտեստս փոխարինեցի եւ մտածեցի մի աղցան, որը իր գույներով կուրախացնի իմ հյուրերին եւ կզարդարի սեղանը։ Խորովում եմ պղպեղը, ճարպաճառոցում։ Մինչ պղպեղը խորովում է, ես նախապատրաստեմ մյուս բաղադրիչները։ Կտրատում ենք լոլիկը։ Դնում եմ նաեւ կանաչ ռեհան, բազիլիկ, մոցարելա պանիր, ես փոքր գնդիկներն եմ դնում։ Խորովեցինք, հիմա մաքրում եմ։ Եվ հիմա դնում ենք արդեն խորոված պղպեղը։ Ցողում ենք մի փոքր կիտրոնի թարմ հյութով։ Աղ, պղպեղ եւ առատ ձիթայուղ։ Սալատի անուն ինչ է։ Կապրեզե է, բայց խորոված պղպեղով։ Շատ հավես է։ Հիմա կկտրատենք, կխառնենք։ Կաբրիս։ Իդեպ եթե հաց օգտագործում եք, ես կարող եմ հաց։ Հաց չենք օգտագործում, օգտագործում ենք պատարագախ։ Հանգիստ կարող եք Ես օգտագործել։ ասեմ, որ քանի որ ես շատ
հացից ալերգիա ունեմ, այսպես ասած, գլյուտեն ֆրի եմ ուտում, գրիքորներ եմ սկսել այդպես ուտել։ Ես նույնպես, որ ասում եմ մարդուկին, Մարմին։ Բայց ռուսերեն տարբերակը ավելի լավն է, մուժը ժնա, Одна սատանա։ Ավելի հետաքրքիր է հնչում։ Հայերենում մի բան է կա, մարդուկին մի անկողին։ Դες բանել են ասում։ Հա, մի բարձի ծերանակի շարունակությունն է ինձ թվում մի անկողին։ Դες չգիտեմ, խառն է, էլի ամեն ինչ խառն է, այո։ Մարդուկին մի խալազինիկ։ Նայած ինչ, եթե սոված ենք մարդուկին մի Ձեր դեպքում մարդուկին մի production։ Մարդուկին մի production։ Այո։ Okay։ Լավ, փորձենք, որից Փորձենք, հետո փորձենք։ մենք շատ հետաքրքիր բան ենք անելու միասին։ Դեպսի մե համովա։ Համովա։ Ճիշտն ասեն, հայ չգնաս տուն, ասես լսի, ահա որ էր դրա սալատ։ Շատ համովա։ Հա, Որ ահավորն է, հենց տեղում ասում ենք, վсё։ հա, էլի։ Պայմանավորվենք։ Դուպե։ Ահա որ համովա։ Անկեղծ։ Բա տեսնում ես ոնց եմ տանջվել ձեզ համար։ Ապրես եմ ջան։ Աղցանը մենք կշարունակենք նաև ընթացքում, ուրախ եմ, որ հավանեցիք։ Շատ համովա։ Ես ձեր Instagram-յան էջերը սիրում եմ, որովհետև աննորմալ քանակության պոզիտիվ եմ ստանում։ Ես շատ սիրում եմ ձեր այն շարքը, որ ներքին խոհանոց է կոչվում։ Եվ քանի որ մենք էլ ցենց խոհանոցում ենք, ես առաջարկում եմ մի հատ ներքին խոհանոց ոդկաստ անենք իրար հետ։ Ուշադիր լսում եմ, ինչ հարցը ձեզ հետաքրքիր։ Ինչ հարց է, չէ, նայ, սովորաբար ես հասկացել եմ, որ քեզ հետաքրքրող հարցերն ես դու բարձրացնում այնտեղ։ Ու ես այսօր ամբողջ օրը մտածում եմ, լավ, ինչն է, որ տղամարդկանց այդպես կարա նյարդայնացնի կամ հետաքրքիր լինի, կամ Մեզ ամեն ինչ անընդհատ կանանց մոտ այդ հարցի պատասխանը գտել ու մի բան գտել եմ։ Երևի կհաստատես ասածս, դες լինում են, չէ, օրեր, որ ինքը տրամադրություն չունի։ Դու հասկանում ես, որ բան ա եղել, այդ հարցում ես բան ա եղել, չէ, ամեն ինչ նորմալ է, բայց այդ նորմալն էլ նենց է ասում, որ դու հասկանաս, որ բան ա եղել, բայց չի ասում, որ բան ա եղել։ Ես դա կոչում եմ, դա անուն ունի դրա։ Հա? Հա, փդել։ Ահա։ Ես կարծում եմ, որ աշխարհի բոլոր կանայք ունեն են։ Հարց եմ տալիս ես։ Օրինակ, ինչի է ստացվում ունենց, որ տղամարդիկ իրենց կյանքով ապրում են, սովորական կյանքով ապրում են։ Առավոտյան տնից դուրս է գալիս, տղամարդը գնում է աշխատանքի, վերադառնում է։ Գալիս է տուն, դա ինքն էլ է գնացել աշխատանքի, եկել է, կինն էլ է գնացել, եկել է իր գործերով եւ այլն, մտնում է տուն, տեսնում է կինը փդած նստած է։ Բայց հիշի, որ դու այս անգամ երկու կնոջ հետ ես քննարկում։ Հաջան։ Հիշի, որ այս անգամ երկու կնոջ հետ Դե ես հիմա քննարկում հարց եմ այս տալիս, հարցը։ ահա։ Սենց մի տեսակ այսենց է դրվում։ Չի գնում։ Սենց քցում է դեմը հացը բան, այնց ինչ-որ բանը, սենց նստում է բան, սենց հեռախոսի մեջ է ծիպը։ Այո։ Հա, բայց որ ասում ես ինչ կա։ Ինչ ա եղել։ Ոչ մի բան։ Բայց դու գիտես, որ ինչ-որ բան եղել է։ Հետո սկսում է տղամարդը այդ ժամանակ սկսում է անալիզ անել, մտածել։ Տենաս ինչ ա եղել, որ մեկի հետ է։ Որովհետև ուզում ես հասկանաս, ինչ ա տեղի ունեցել։ Հետո սկսում ես իրադարձությունների վրով անցնել։ Երեկվա տեղի ունեցած ու այսօրվա ասեք, թե։ Ինչի վրով անցնում ես, դեռ որ թեթև բաներ ա, էլի, դες թեթև բաներ ա, թեթև բաներ, բան չի եղել։ Թեթև բաներ, կարող ասենք կեսից անջատել ես հեռախոսը, զանգել է այդ բան չես վերցրել, կես ժամ հետո հետ ես զանգել, գրել է չես պատասխանել, հետո ես պատասխանել, չգիտեմ, ինչ-որ բանը ասե անես, արա էդի արեցի ես, թե չարեցի, հետո հիշում ես, որ կարող է էդի չեմ արել դրա համար, դու սկսում ես անալիզ անել, բայց դու չգիտես, որ մեկն է փդման արարողության գլխավոր կենտրոնը, էլի։ Հարցնում ես ինչ ա եղել, ինչ ա եղել, ուզում ես հենց ինքը կոնկրետ ասի, այն ինչ-որ բան է, որովհետև դու կարող ա ինչ-որ մի հատ բան ասես, որը դառնա երկրորդ փդելու առիթը, որովհետև կարող ինքը դրանից չէր փդել, բայց դու, ասենք, Միք տվեցին։ Մեկ ենք ասում, արա ճիշտ է, բայց դու ինչի այդ բանը չարեցի, ոնց որ երկրորդ պատմությունն ես, էլի, առաջ քաշում։ Հիմա հարց եմ տալիս, ինչի չի կարելի մի անգամից պատասխանել հարցին։ Պարզ։ Ինչ ա եղել։ Այո, հեսա։ Այս ինչ բանը
չես արել։ Դե թող պատասխանի։ Հա, իրականում որ ինչ որ մի բան լինում է, ասենք նույնիսկ կարա դա թեթև ինչ որ մի բան լինի։ Այո։ Ես որ նեղանում եմ, որովհետև ես կարող ինքը շատ հանգիստ ամեն ինչ է տանում, ես անհանգիստ եմ։ Հասարակ մի բան, օրինակ, եթե եկել է երեխեքի դպրոցի վարձի օրը, ես պետքա դա հենց այդ պահին վճարեմ, եթե ինքը դա հաջորդ օրն է վճարում, կամ ասում եմ վճարել եմ կամ մոռացած է լինում, ես ինքս ինձ այո փդում եմ, նեղանում եմ, բայց այնքան եմ տալիս խորնում, արդեն մտածում եմ, որ հեսա դասղեկը կգրի, հեսա ինչ որ մի բան կլինի, ու իրան ամեն դեպքում մի հատ եմ գրում, ասում եմ վճարեցիր, ասում եմ հանգիստ եղի, հա, կյանքս վճարել եմ, բայց այդ պահին է վճարում, հետո դասղեկը չի հասնում գրում։ Վճարումը հետո է ասում հանգիստ եղի, կյանքս վճարել եմ։ Բայց ես գիտեմ, ինքը բայց նենց որ լիքը ժամանակ գիտե ես ինչի եմ տենց վատ վերաբերվում, բայց շատ ժամանակ չգիտե ես ինքսից գիտեմ, որ ինքը գիտի ինչ եմ ես նեղացել ու տենց ես կարամ օրերով պահեմ։ Բայց արի հիմա որպես կանայք էլի հասկանանք։ Իրոք որ ասում են ինչի ես փտել։ Խի չենք ասում, ինչ չենք ասում։ Էս հարցը կարելի է չանել կամ անել կամ էսպես անել։ Արագ պատասխան, արագ։ Շատ արագ է Չգիտեմ, ես ինչու, ես գիտեմ պատասխանը, որտեղ նեղացած կինը դա հաղթանակած կինն է, դա այն կինն է, որը գիտի, որ հեսա ամուսին ամեն ինչ անելու է, որ սիրտը շահի, որտեղ այդ ամեն ինչ անելու կարիքն ենք ունենում ուղղակի։ Այդ ուշադրության, այդ մի հատ խաթերը առնել, երկու բառ ավել հարցնել, մի հատ այդ փոքրիկ հատվածը, որ մենք նեղացած ենք։ Դու գիտես ինչ հաղթանակ կա, դու գիտես ինչ հաճելի է, որ սենց այդ ենք սիրում, նեղանալը ոչ ենք սիրում։ Բայց կարելի է այդ բանը ասել։ Բայց դու չես նեղանում երբ։ Ուրեմն անկախ ամեն ինչից։ Այո։ Лично я, Да. Ребята. Хорошо. Անկախ ամեն ինչից միշտ իմ օրը սկսում է քաղցր լավ խոսքերով։ Առավոտը ասած ինքը աշկերը բացում, ասում եմ սերս հելար, այսինքն ինչ որ մի բանով սկսում է միշտ շատ քաղցր խոսքերով է սկսում իմ օրը։ Օրվա ընթացքում բոլոր SMS-ներից մեջ պարտադիր լավ եմ որ շատ Ապացուցի։ Կարամ բացեմ։ Բացի։ Կարթա պայմանական X մեսեջը ես մի հատ լսեմ, տեսնեմ իրոք տենց է թե չէ։ Օրինակ ինքը սրտիկներով, պաչիկներով ուղարկում է, ես չեմ սրտիկ, չեմ։ Ինքը ասեմ ավելին, ես անընդհատ իրանից նեղանում եմ, նրա համար ասում ես ինչ եմ, ես միշտ լավ բաներ Բայց ինչա միշտ լավ բաներ ասում։ Իսկ դու շատ ես գիտես, որ բայց քիչ ուրախանա, բայց շատ մի ուրախ։ Բայց քիչ ուրախանա։ Կարող է պետք է ուրախանա։ Սիրում եմ։ Հա, ուղղակի տենց ընդհանուր։ Բայց ինքը չի նեղանում, հետո ես նեղանում եմ։ Ես չեմ նեղանում, ինչ կա։ Ինքը գիտի։ Ես շատ։ Ես ոչ չնեղացավ, օրինակ ես լինեի։ Իմ մոտ սաղ բանը սիրտ կյանք։ Դե կարդա մի բան։ Ինձ հետաքրքիր է։ Տենց է սկսում։ Այստեղ կինոյի բաներն է, ինչ կա չկա ուղարկած։ Ոչինչ։ Դու այն ինչ որ կարելի է շատ։ Ինչ ես անում։ Տղերքի հետ եմ շփվում սեր, պաչիկ, խոսքի, օրինակ, հարց է տալիս։ Հա, ինքը տենց։ Իսկ ինքը ինչ է պատասխանում։ Նեղանում է։ Ինչ է պատասխանում, մի րոպե։ Հետո գրել եմ, հելելես գամ կոֆե խմենք, էլի պաչիկ եմ ուղարկել։ Ես որտեվ օֆիսում եմ, ինքը ասում է, ուզում ես արի։ Ուզում ես։ Հայ, բայց փդացա։ Ուզում ես արի։ Եթե ասել եմ ուզում ես արի, ուզում եմ փդացա։ Երբ կգաս գիք ասած, գիք կամ գոգ։ Երբ կգաս, արևս մարդ է գալիս հեսա հասնի, տեսնեմ երկու բառ խոսանք ելնեմ։ Բայց ես պիտի այս հարցում լինեմ Գրիգորի կողմից։ Ով է գալիս։ Ահա, դες փտելու հոտը զգա։ Ասում եմ ով է գալիս։ Հա։ Հաջորդը ինչ ես անում։ Լավ, բայց թույլ տվեք, ես այս ոդկասթի մեջ, դե ներքին խոհանոցի մեջ, որը իմ նախագծի մեջ է լինում, ես պիտի ազնիվ լինեմ։ Կարելի է կանացի սոլիդարությունը պիտի կողք թողնեմ եւ ամբողջովին Գրիգորի կողմից լինեմ, որ ախր բայց այս տղան այսքան ջերմություն, այսքան սեր, այսքան տաքություն, այսքան իր քայլը ամեն նամակի մեջ դնում։ Ինչ ես դարձի նամակը։ Ամեն ինչի, իմ բոլոր նամակների, իմ բոլոր խոսքերի մեջ միշտ այդ ամեն ինչը կա։ Այո։
Միշտ կա։ Ես շատ եմ։ Ես даже մեկ-մեկ մտածում կարող պերեբոր եմ անում, ասենք, բանի առումով, ասենք, չգիտեմ, ես միշտ շատ եմ անում, ինձ թվում է, որ մի օր ես սկսեմ քիչ տենց բաներ ասել, օրինակ բանը, մտնեմ տուն ասեմ, աստվածային էակ մի հատ իմ համար կոֆե կրդնես կյանքս, տենց այդ ձևի տեքստեր է, էլի, աստվածամայր, տենց բաներ եմ ասում, կներեք, բայց տենց եմ ասում, երեխեքիս պրոստը շատ եմ սիրում։ Այո։ Դե ինչ ասեմ, ես ունեմ իմ կարծիք այս հարցի շուրջ, բայց դե պետք է հասկանալ, ինչն է այնտեղ անհանգստացնում այս աղջկան, որ ես դաժե իրան ասում եմ մերս։ Չի։ Դե որովհետև դե մերություն է անում, շատ ժամանակ ասում եմ մերս։ Չափից շատ է։ Ես առաջարկում եմ մենք տեղափոխվենք մեծ սեղանի շուրջ, փորձենք տակ ու տեսնել եւ խոսենք։ Գուցե դուք սրա մասին շատ եք խոսել, բայց երևի դա վաղուց էր, դեռ ես վերջին հարցազրույցները ինչ որ գտել եմ չի եղել։ Դուք ինձ պատմեք, դուք ոնց եք հանդիպել։ Ոնց է ձեր սերը կայացել։ Մինչ այդ ես գիտեմ, որ դուք նոր տուն եք կառուցում։ Ես գիտեմ, որ դուք պատրաստվում եք ձեր երազանքների տանը ապրել, եւ այդ կապակցությամբ իմ սիրելի գործընկեր Վալան գրուպը ձեզ նվեր ունի։ Ես ուզում եմ հանձնել ձեզ նվերը։ Վալան գրուպը սկսել է մի շատ հետաքրքիր արշավ, որը կոչվում է Երևանը տուն ու շենք է, Երևանը մենք ենք։ Այո, եւ այս կարգախոսով այսպես փոքրիկ հուշանվեր։ Այն որ առավոտյան ասում է սերս, կոֆե դիր գամ խմենք, այդ կոֆեի համար, այդ սուրճի համար շոկոլադների հավաքածու կրկին Երևանը տուն ու շենք է, Երևանը մենք ենք կարգախոսով, ինչպես նաև ձեր ապակա տունիկի, կահույքի պատվերի դեպքում Վալան գրուպը, քանի որ ունի ամենամեծ կահույքի գործարանը հիմա եւ նաև ունեն դիզայներներ, ում դիզայնով կարող եք պատվիրել կամ ձեր դիզայնով կարող եք պատվիրել, ամբողջ կահույքի համար կունենաք 15% զեղչ Վալան գրուպի կահույքի համար, այնպես որ ես սպասում եմ ձեր տանը վայելելու այն սուրճը, այդ շոկոլադը եւ այն տրամադրությունը, որ Գրիգորը մտնում ասում է աստվածային կերպար, սուրճ դիր, Հերմինեն հյուր է գալու մեզ։ Քեզ սպասում ենք տանը։ Շատ բարի, շնորհակալություն։ Ես էլ Շատ շնորհակալ եմ Վալան գրուպին եւ քեզ։ Աղցանը կարծես դուր եկավ հյուրերից, հիմա անցնեմ հիմնական ուտեստին։ Պատրաստելու եմ լոր շատ հետաքրքիր ձևով։ Լորը համեմում եմ աղով ու պղպեղով։ Լորը փաթաթում եմ բեկոնով։ Տաք կարագի եւ ձիթայողի մեջ տապակում եմ լորը, որը փաթաթել եմ բեկոնով, ինչպես տեսակ։ Երբ լորերը արդեն կարմրել են, ավելացնում եմ սոխ պարեի։ Մի քանի ճուղ թարմ ուրց, սխտոր եւ ավելացնում եմ կոնյակի մեջ նախապես թրջած չամիչ եւ մոտ 200 մլ ջուր։ Մոտ 30 րոպե եփվեց, կտրեմ թելերն ու մատուցեմ։ Շատ համով է։ Դեռ չես Ճուտիկ է սա, հա, պաստորը։ Դա լորիկ է։ Լորիկ։ Այո։ Վիրավոր։ Ոչ։ Եփած լորիկ։ Տապակված, եփված մի քանի կերպով։ Հիմա կասեմ ինչ ենք փորձելու ենք լորը։ Սկզբից բեկոնով տապակել եմ, հետո կոնյակով, չամիչով եւ համեմունքներով եփվել է։ Եվ առաջարկում եմ վայելենք թարիրի սպիտակ գինով, որտեղ կարծում եմ, որ լորի հետ սպիտակ գինին շատ համահունչ կլինի։ 2023 թվականի բերք է։ Մեզ կհյուրասիրի Գրիգորը, մենք էլ մեզ երջանիկ կզգանք։ Ես արդեն իր կողմից եմ զգում ես, չէ՞։ Խոսույթս էլ է այդպիսին էլի, որ տենց Գրիգորը մեզ երջանիկ կզգանք։
Շնորհակալություն։ Իրականում ես գիտեմ, որ այս ճուտիկը մի քիչ բարդ է լինելու, այս լորը մի քիչ բարդ է լինելու ուտելը, բայց ես ձեր հումորի վրա գրեթե վստահ եի, որ հումորով կանցկացնենք։ Բարեախորժակ։ Բարեախորժակ։ Բարեախորժակ բոլորիս։ Չի չէ։ Բայց ինչու՞ իխեխվի։ Ինքը ինչ ուտում է։ Ուրեմն ինչ որ ուտում ենք, մենք բոլորս մեծ ընտանիքով ուտենք կամ խնջույքների ժամանակ, ասենք չգիտեմ, տենց ճաշ չկա, որ ոսկոր կարա լինի մեջը կամ ինչ-որ փուշ, այդ իրան անգնում, ու ինքը խեղդվում է։ Կանգնում է կոկորտի։ Դե հիմա ես սենց ասեմ, եթե ասենք ինչ-որ տոլմա է սարքված, որի մեջ քուջուջը արած ու ոչ մի տեսակի ոչ մի բան չկա, ինձ պետք է անպայման ոսկոր անգնի։ Մեջը մի հատ ոսկոր պետք է լինի, որը այդ ինձ պետք է անգնի։ Ես խոստանում եմ, այս լորի մեջ շատ ոսկոր Քյուֆթայի մեջ կոպեկ են դնում։ Հա։ Առհատ է ինձ կգնի։ Դե ինչ ասեմ, ինչ ասեմ։ Դե համար ամեն դեպքում Անարդար զուշացնում բան ենք։ է, էլի։ Գրիգոր, մերսի, դու ինձ ամենամեծ կոմպլիմենտներից մեկն արեցիր։ Ես որովհետև մենք դեռ կշարունակենք ընթացքում։ Ես ուրախ եմ։ Շատ համով էր։ Խոսքեր չկան, այդ մեծ Շատ վայելեցինք։ հետաքրքիր Համադրություն կար։ շնորհակալություն։ Քաղցրային սոուսով, հա, մի խոսքով համով էր շատ։ Եվ Մի հիմա հատ Միշլենյան աստղ ես։ Իմ կողմից։ Ինչ ես ասում։ Գիտես, այս մաղթանքը ես էլի եմ լսելու, դու ես սկսել ակալ։ Ինչ վախենալու է, բայց եւ պարտավորեցնող։ Բայց այս ուտեստ ավելի համեղ է դառնալու եւ թվալու, երբ որ ձեր հանդիպման պատմությունը ես իմանամ։ Ես իրականում չգիտեմ դուք ոնց եք հանդիպել, ոնց եք ծանոթացել։ Հետո ոնց եք Ուրեմն միացած բան ասեմ, շատ հետաքրքիր։ Օրեր առաջ Այո։ մենք գնացել էինք Ջերմուկ։ Ու գնացինք երկու օրով հանգստանալու։ Երկուսով փախանք։ Հա, երկուսով փախանք։ Առանց երեխաների։ Մենք սիրում ենք երկուսով։ Սա հայկական եւ առանց ընկերների։ Այո։ Օ, այսա լրիվ դեմ է հայկական սկզբունքներին։ Հայ տղամարդը, երբ որ գնում է կնոջդ հանգստանալու, պետք է ընկերոջ ընտանիքին էլ հետը տանի։ Չէ։ Որ տղամարդիկ իրար հետ շփվեն, կանայք իրար հետ շփվեն։ Դուք տես Ես չեք մի հատ բան ասեմ, մենք օրինակ մեր հաճախականությունները, քանի որ նույն հաճախականության վրա ենք, ռադիո հաճախականության մասին եմ խոսում։ Մենք դից ակտիվ շփման մեջ ենք, ունդեղ անդա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 դտ մեզ միշտ հարցնում են, ասենք, չգիտեմ, առավոտ արտանում են, ասում են, հարցնում են, ինչ կա, ասում եմ, դե մինչև գիշեր ժամը 3-ը խոսում ենք, ասում են, ինչ եք խոսում։ Բայց ինչ եք խոսում։ Լիքը բան կա խոսալու։ Համել խոսում եք, խոսալու։ Հա, մի խոսքով դες գնացել ենք հանգստի։ Ու տենց անցնում էինք, երկար տարիներ չենք եղել։ Երևի թե կարելի է ասել, Վերջին անգամ իրար։ վերջին անգամ այնտեղ ծանոթացել ենք։ Ու հաջորդ տարին հա գնացել ենք։ 18 տարի անց մենք այնտեղ էինք։ Դուք ծանոթացել եք փաստորեն Մենք Ջերմուկում։ ծանոթացել ենք Ջերմուկում, երբ այնտեղ իրականացվում էր բազե համահայկական երիտասարդական հավաքը եւ ես այնտեղ հանդես էի գալիս որպես կարմիր կարմիր ճակատի գեղարվեստական ղեկավար էի ես Ռիփսիմեն կար ջոկատ որ պապիներ չեն պրոստը տիպը հին բազեականներ եւ այլն բայց ինքը առաջ անգամ էր Ես պապայիս կյանքում առաջ անգամ համոզել էի ինքը դեմ ա եղել միշտ ես լացել եմ նույնիսկ դες բան չկա որ պապաս չէ բառը երբեք չի ասել այդ ժամանակ ես մեքենա վարել էի սովորում ասես դե որ գնաս ուրեմն մեքենայի չես ունենա բան ասեցի հաթող ես գնամ չգիտեմ ոնց որ ճակատագիր լիներ ու ես գնացի ինքերուհուս հետ ոգևորված Մենք այնտեղ հանդիպում ենք ես որ աշխատանքի մեջ եմ լինում ես ոչ մի բան չեմ նկատում Այո Հրաշալի տեքստ բայց վերջին օրը երբ որ վերջացավ ամեն ինչը եւ որ sense թուլացա ռելաքս եւ բնականաբար հաղթեց իր ճակատը իմ ճակատը հաղթեց ես դրա հետևից էի գնում եւ այդ օրը նկատեցի Ռիփսիմեին
Ու միջև էլ էի նկատում։ Շատ հետաքրքիր նկատի։ Բայց կարաս հիմա ուղղակի պատմությունը չպատմես։ Մի հատ sense գնա այնտեղ, էլի, մի հատ այնտեղի պատմությունը պատմի, այնց հիշելով այդ նյուանսները, այդ հոգեվիճակը, այդ տրամադրությունը, որտեղ դու հիմա պատմում ես պատմությունը։ Անցածին նման, չէ, նայ, գիտես ինչ եմ ուզում, ոչ թե այդ իրադարձությունները ուղղակի պատմես, այլ ոնց որ այդ տրանսֆորմացիան էլի այնտեղից պատմես այդ պատմությունը, որտեղ այնտեղ ուրիշ ձև է հաստատել։ Պատկերացրու ես ուրեմն երբ որ վերջացել է ամեն ինչ, ես մենք եկանք, տենց մի քանի բաժակ խմեցին, գինովցած եմ, ես որ խմում եմ տրամադրությունս միլիոնա։ Միլիոնա տրամադրությունս։ Սպասում եմ։ Հետո որպես մենք հրավիրեցի տանգո ապարելու։ Մենք տանգո ապարեցինք միասին, տենց Արդեն ֆիքսել էիր մինչև տանգոն, արդեն հավանել էիր։ Ֆիքսել էի, հա, տենց։ Հետո տենց բնականաբար անձնական հարցեր սկսեցի տալ։ Ընկեր ունես, բան չունես։ Ինչ-որ սա բաներ էի հարցնում։ Մարդկային շուտ կյանքում թե չէ։ Շատ սխալ հարցեր էր բայց տալիս։ Դե, ասենք 10 օր ընդհանրապես ես չեմ տեսել, որ ինքը կարող ուշադրություն դարձնի, ես չեմ նկատել, որտեղ ինքը գործի մեջ անդադար։ Իսկ դու նկատել էիր իրեն այդ 10 օրվա մեջ։ Ես նկատել եմ, որ ինքը ահավոր աշխատասեր է ու ես իմ մտքի մեջ զարմանում էի, ու այդ ժամանակ պետքա գնային այդ ջերմկի ջրերը խմեին երեխեքը, ես հրաժարվեցի, ալորում եմ էլի տենց երկար քայլեմ։ Մնացի, տեսա որ չկա այդ, էս Գրիգորն էր, ասեց արի հիմա այդ մտածենք, դե մենք նույն ճակատից էինք, այդ կարմիրից էինք ու ասաց որ ինքը ռադիո ջանա, տենց ինչ-որ բաներ խոսեցինք իրար հետ ու ինքը ինձ որպես երգչուհի չէր ճանաչում, վիրավորվեցի, փդեցի։ Այո, բնական, ոնց չէ։ Ես էլ ժամանակ տեսաղլովակներ ունեի, մենա համերգ էի տվել, մենք ասպիրանտուրան ավարտելուց շատ իմ այդ, չգիտեմ, շատ TV-ով անդադար իմ տեսալովակները գնում էր։ Կոնսերվատորիա ավարտած մարդ։ Կոնսերվատորիա ասպիրանտ։ Անցավ այդ խոսակցությունները բացարձակ բայց չեմ ֆիքսել։ Այդ ժամանակ պատկերացնեք բարելու ընթացքում շատ սխալ հարցեր է տալիս։ Շատ որ ընկերում է սիրահարված, ես չգիտեմ ինչ, իսկ շատ եմ հավանել, ես նույնիսկ քեզ սիրահարված եմ, ման իսկ դու ինքս ասում եմ կաղա խմած ես, ասում եմ չէ։ Ու նեղացավ այդ օրենքը։ Ասացի շատ սխալ բաներ ես խոսում, ասենց որ ես գիտեի որ դու տենց ես պատասխանելու բան, իբր 100 անգամ մոտեցել ես, ես էլ մերժել էի։ Նեղվեց։ Ու գնաց, հարավոտը քնեց, արթնացանք, մենք արդեն գնացինք։ Մենք նստում ենք։ Բայց այդ գիշերը կարևոր գիշեր է, այդ պատմությունից բարի նեղանած հետո քո, բայց այդ կար որ քեզ տենց բաներ ասել։ Չէ, ես բացարձակ չեմ պատկերացրել, ես մտածեցի մի քիչ խմացա չի հասկանում ես մարդը։ Մի քիչ ես ուրիշ բան եմ մտածում, մի րոպե, մի քիչը ո՞րն է։ Մի քիչ խմատա, գիժա։ Տարօրինակ, բայց նաև համարցակ։ Համարցակ, այո։ Բայց առավոտը նայեք ինչ եղավ, հետո ես քնեցի, ասեցի լավ, եթե ինքը լուրջ էր ասում, տարբերակ չկա, կարթնանա ու կգա իմ հետևից, որ ես գնում եմ ավտոբուսով, ինքը գիտեր ով ոնց է եկել։ Ինքը քնում է շատ երկար, ես արդեն հասնում եմ Երևան։ Զանգում ասում, բա ուր ես, բան ասում եմ, ես արդեն Երևանում եմ, ասում, բա մեքենայով կգնայինք իրար հետ, մենք ստեղ խոսքով այդ մարդկանց, որ մեր ջոկատից էին, ասում եմ, բայց ես վաղուց տանն եմ արդեն, դե զգում եմ, որ քնած է ինքը մնացել, չի եկել իմ հետևից, ու սկսվեց, անդադար զանգում, հետո մենք անդադար զանգվում ենք, խոսում ենք իրար հետ, ես լավ հիշում եմ, որ տան հեռախոսով, հա, տան լարով հեռախոսով տենց այդ հիշում ես տան հեռախոսի համարը Գրիգ 23 53 52 010-ով Աղտաբությանը կատարումներից ելնելով չգիտեմ եթե գործում է համարը ջենջե չկա հանգիստ կարող տենց 010-ով համարներ չկան 23 52 այդ համարը ինչքան ես հավաքել ուրեմն որ բազմիցս ես հետո համարները շատ լավ հիշում եմ ես դաժե քարտի վրա անկեղծ ինքը անդադար զանգում էր հետաքրքիր թեմաներից էր խոսում ինքը շատ դե անմիջական բարձա Դենց անցավ երկար ժամանակ Ես այնքան անմիջական եւ բարձ եմ որ մենք ասեք չգիտեմ ասեք տունն է ես տնից նկարներ էի ուղարկում իրան ասեք խոսքից գզած մազերով ասած թրաշս եկա լարով հեռախոսով Չէ ժամանակ շատ հեռախոս կար հեռախոս կար
Չէ, բայց այդ հեռախոսը Ես հարցը տվեցի, որտեղ գիտեմ ասել Մենք տան հեռախոսով էինք խոսում, որովհետև սենց այն ժամանակ փաթեթ գոյություն չուներ։ Այն ժամանակ րոպեն ինչքան էր 200 դրամ էր մի րոպեն։ Հա, դա շատ թանկ կնստեր մեր վրա, մեր ծանոթությունը, բայց քաղաքային հեռախոսով շատ ավելի ու իր բարի լույսերը, որ ես քնից արտանում եմ, տեսնում եմ ինչ որ միշտ քնից արտանում եմ, ես ասեք կարող տեղից ցելես, նկարել ուղարկե։ Ինձ չէր հետաքրքրում ինքը ես ծիրուն լինեմ, գեշ լինեմ, չգիտեմ, ոչ մի բան չէր հետաքրքրում, ես պրոստը բարի լույս էի ասում իրան, աղջիկները ինչ ասում, բայց իսած հետևը սախ բան, ես ասեք կարող բայց ես գիտեք, չէի նայում իր դեմքին, նայում էի հետևը ինչ ա դրած, մաքուր ա, հավաքածա։ Բայց ես փնտի նկարներ էի ուղարկում իրան, ասեք սխարը է, որ տես զորդ է։ Ո՞տ պայմաններում նկարում ուղարկում։ Ոնց հավանեցիր դու այդ տղային։ Այդ տղան ուրեմն բացարձակ կոմպլեքսներ չուներ, հիմա չունեմ, ինձ չի որ ինչ-որ տես կոմպլեքսավորվեմ, ինչ-որ մի բանից եւ այլն։ Չուներ կոմպլեքսներ որևէ ինչ-որ մի բանից իրավիճակից կամ, չգիտեմ, սոցիալական վիճակից կամ չգիտեմ ինչից եւ այլն։ Ոչ մի բանից ես կոմպլեքս չեմ ունեցել երբևիցե ու ինձ դա չէր հետաքրքրում, ինձ հետաքրքիր էր մեր կոմունիկացիան, մեր շփումը։ Ինչն էր հավանել։ Սա էլի։ Էլմի։ Ինչ-որ մի բան այդ չգիտեմ, ես մտածում եմ, որ մենք չգիտեմ, իրար սիրեցինք, այդ աստծուց էր, որովհետև ես չեմ կարող ասեմ ինչն եմ հավանել։ Մենք դից ինչ-որ մի հատ դից մեր մի հատ քիմիա է եղել դից կապը։ Նույնիսկ առաջարկություն անելուց ինքը մեծ պատմել էլի, որ ես Ռուսև եմ սպասել առաջարկությունը, բայց պատմի ինստիտուտի Բաքվում։ Հա, ես շատ անհասկանալի վայրում։ Ինձ որ քայլեցինք, պոլիտեխնիկի մոտ տեղ կար, նստեցինք։ Պրոստը sense բանին, նստարանին։ Տոլի բորձուրին։ Բորձուր էր։ Այն որ սս քարեր կա, սս բարձր այդտեղ նստեցինք։ Խոսեցինք իրար հետ, ասեցի, գիտես ինչ, ես պատկերացնում եմ, դու պետք է լինես իմ կինը։ Ինքս նայում էի, ոնց այսինքն ասում, դե ես պատկերացնում եմ, որ ես պետք է ամուսնանամ քո հետ։ Ու չկա, ոչ մի բան չկա այն բան, դառնաս ինքն։ 20 օպերատորներ հետևում դրած I love you բան։ Նստած ենք պոլիտեխնիկի բորձուրին ու ես ուղղակի անկեղծ ասում եմ, որ ես կուզեմ, որտեվ ես այդ ժամանակ զգացի, որ դա պետք է ասեմ։ Ես չէի նախատեսել։ Ես չէի պլանավորել, որ ես այդ տեքստը ասելու եմ, բան մեջս այդ տեքստը էփեմ, իսկ կարող է այս կողմից ասեմ, այս ռակուրսից, դա ձևական բաներ է։ Ես ուղղակի ի սրտե արտահայտվեցի ու ասացի, որ ես կուզեմ, որ դու իմ կինը դառնաս։ Իսկ դու ինչ էիր սպասում։ Դե ես այդ պայմաններում չէի սպասում, բայց հավես էր շատ։ Գնացի, տենց մտածեցի։ Գնացիր մտածել։ Մի հատ պետք է մտածեի։ Օ, ինչ մտածել։ Ես ուզում մտածեմ, ես ուզում հասկանամ։ Մենք կարանք միասին լինենք, թե չէ, բան, սս բաներ ասեց։ Դե աղջիկ եմ, բայց չէի ասում անգամից հա։ Մի խոսքով, տենց գնաց, հետո տենց Քանի օր մտածեց, ոնց մտածեցիր։ Մի հատ ասա, ոնց մտածեցի։ Չէ, ինչ-որ ժամանակ անցավ, հետո Այդ մտածելս դրս չգալի։ Ինչի։ Դե հետո իր ծնունդներ։ Հետո անցավ ինչ-որ ժամանակ, ինքը ասաց տենց ժամանակ մենք պետք է շփվեցինք իրար հետ, հետո ես հիշում եմ, որ ինքը եկավ մեր տուն, հետո նոր տարուն ես եկա ձեր տուն, ծանոթացա տանեցիների հետ։ Հա, ու չգնաց մեր տնից չէր գնում։ Չէ, այդ վաղտեր, թե չէ, ծնունդի տեմ։ Ծնունդի։ Չէ, նոր տարուն եկար, բայց նոր տարուն եկա, հա, չմնա, ասած բանը, վարած չէր գնում ու ես ամաչում էի, անդադ SMS էի գնում։ Հա, ինչ տեղի ունեցավ, իմ ծնունդը շուտ է ավելի, քան իրանը։ Ասում վատ վարվեցի, այդ վատ վարվեցի։ Հունվարի 11-ին հանդիպում ենք իրար հետ։ Ծնունդը սա գնում ենք, նստում ենք ինչ-որ միտեղ միասին, երկուսով։ Տենց խոսում ենք բան, ասում եմ, գիտես ինչ, ես երկար եմ մտածել ու հասկացել եմ, որ մենք չպետք է իրար հետ լինենք։ Բայց նվեր եմ տարել։ Նվեր եմ գնացել եմ։ Ատած եկել է ծնունդից, նա եկել է նվեր անի, մեծ նվեր է, էլի։ Հա։ Սենց էլի տես նվեր էր։
ու ասի այսինքն բան ասեց, հա բան, դից ես շատ շոկային տարա, բայց ջոգեցի, որ ինքն այդպես բանը ծանր է ասում այդ ամեն ինչը, ասեց, հետո բան ու հետո հելակ ես իրան ճանապարհեցի, ես պրոստը շոկի մեջ եմ ուզում հասկանամ ինչ խի ծնունդիս օրով դու եկար փչացրեցիր ամեն ինչը։ Հա, բայց ես ինչ էի արել, աղջկական այդ հիմար բաները այն ժամանակ, որ մի հատ ասեմ, չէ, հեռախոսս ասեցի կանջատեմ, թող մի քանի օր դու կորեցի, կորավ։ Հա, բայց ես գնացի տուն, հետո շատ ուրախ մտա, մամայինք նստած էին, պապաս, մամաս, ու ասեցի, ես հենց նոր գոքորեն հաջող եմ արել, բան, ասեցի, դա սիրոք չէ, շատ ջղայնացան։ Լավ այն ասել։ Ախպերս էլ էր մեր տանը, Վարուժանը Մանուկյանն այն էլ, իմ մորքուրիդ խանա, մամայիս։ Շատ վատ վերաբերվեցին, ես ասենց անակնկալի եկա, ես մտածում եմ պետք է ասեմ դիլով, դե եթե սիրտը չի կպել կամ ուշալ։ Չի կարելի, տես շատ վատ, նենց խոսացին, գնացի սենյակ լացեցի։ Բայց էլի չեմ կոտրում, ասեցի լավ, հələ մի հատ տեսնեմ ինչ կանի, ու տենց եկա պատանի տակ։ Հետո եկա գնացի բաներ, դժվար բաներ ստեղծեցի մամար, ինչ որ բաներ դժվարություններ է ստեղծում, չգիտեմ խես դժվարություններ ստեղծում, եթե ամեն ինչ նորմալ է։ Բայց ասեմ, որ երևի ճիշտ է արել։ Հետո ամսի 19-ին ես եկա իր ծնունդին, իրանց տուն։ Այո, այդ ժամանակվանից սկսեց մեր Եվ վերջնական հունվարի 19-ն էր եւ մեկ վերջնական որոշում, որ մենք պետք է ամուսնանանք ու մարտի 8-ին նշանվեցինք, սեպտեմբերի 20-ին ամուսնացանք։ Դա որ թվականներ արդեն 2008։ 2008։ Այդ ժամանակ արդեն այնպեսին էին սոցիալական պայմանները, աշխատանքը, գումարը, որ սենց կարող էիք հենց առաջին օրվանից հենց հավես եւ ժամանակ առանցել եւ տուն ունենալ եւ ամեն ինչ ունենալ։ Ոնց էր։ Մեզ համար շատ դժվար է եղել, իրականում ահավոր դժվար է եղել, մենք միասին լիքը բաներ ենք հաղթահարել, որովհետեւ ես իրականում ես աշխատում էի, բայց ես այդքան գումար չէի վաստակում։ Ես ինչ-որ քիչ գումար էի վաստակում, հետո մենք դե առանձին պետք է ապրեինք, մենք վարձով բնակարան վարձեցինք, աշխատավարձը բաներ վարձից քիչ էր, վարձից ավելի քիչ է, ես հավելյալ գումարներ պետք է գեներացնեմ տարբեր այլ աշխատանքներից եւ այլն։ Ես աշխատում եմ, ես սիրել եմ աշխատել միշտ, ես 24 ժամյա ռեժիմով աշխատել եմ, պատասխանատվությունը բնականաբար այդ ժամանակ ավելի բարձրանում է, հետո Ռիփսիմեն հղիանում է, հետո ավելի է պատասխանատվությունը բարձրանում, հետո Ալբերտոնը ծնվում, ավելի պատասխանատվությունը բարձրանում է, ու այդպես շարունակ մենք միասին երկար ու ծանր ճանապարհ ենք անցել, անկեղծ ասած, բայց սիրով ենք անցել։ Բայց մենք ուղղակի գիտակցում էինք դժվարություններ, շատ դժվարություններ ա եղել, այդ ֆինանսական, սոցիալական այդ վիճակի դժվարությունները, որ մենք պրոստը ես մի օր լավ հիշում եմ, ասենք իմ մոտ օր ա եղել, ես պրոստը մեքենայով գալիս էի, ասենք պրոստը ձեռքս տարեգրպանս 200 դրամ ունեի ես։ Հանեց, ասեցի ում է պետք է 200 դրամ, ասես գցեցի դուրս, ասեցի ինչ-որ մեկին կարող է ավելի պետք գա։ Որտեվ այդ 200 դրամից ոչ մի բան չէր անել, որտեվ ես տուն պետք է բան տանեմ, ասենք խոսքի չգիտեմ։ Բայց այդ դժվարությունների միջով մենք կարողացանք հաղթահարեցինք այդ ամեն ինչը, անցանք, ոչ մի բան հեշտ չի եղել։ Ես չգիտեմ, մարդիկ կարող են մտածում են, ասենք, ասենց հեշտ բան են անում, բայց ես 24/7 ռեժիմով աշխատել եմ։ Ես մինչև առավոտ նստում էինք, սցենար էինք գնում, ժամը 8-ին գնում էի տուն լողանում էի, որ 9-ին սյոմքի հասնեմ։ Ու տենց շատ երկար ժամանակ ա եղել։ Այդ իհարկե ազդել է մեր առողջության վրա, մեր նյարդերի վրա, լիքը իր հետևանքներն է ունեցել այդ խնդիրները եւ այլն, բայց մենք հասկանում ենք ու գիտակցում ենք մի բան, որ մենք գնում ենք մենք հարթում ենք մեր կյանքի ճանապարհը, մեր ապագան եւ մեզ համար շատ կարեւոր էր միևնույն ժամանակ չվազել ամեն հիմար բանի հետևից, որովհետեւ այդ ժամանակ միշտ մարդիկ
հիմար բաների հետևից են, չէ՞, վազում, հետո այսպես ասած խուրդվում են, դառնում են խոսքով տենց գրդոն են սկսում անել ինչ որ բաներ այնքան որ չգիտեմ գումար վաստակին եւ այլն, էդ էլ չկոտրվեցինք այդտեղ, ուղղակի շարժվեցինք մի կարևոր բանի հետևից, որ մասնագիտական աճը եւ մարդ մնալը պետքա զուգահեռ արվի եւ այդ մասնագիտական աճի մեջ ոչ մեկի վրայով չպետք է անցնես, ոչ մեկին չպետք է նեղացնես, թշնամիներ չպետք է ձեռք բերես, հակառակը պետք է ձեռք բերես, շատ ավելի շատ ընկերներ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր ընկերներին, ովքեր որ այդ ժամանակ մեր կողքին են եղել, ես շնորհակալ եմ հատկապես աներոջը զոքանչիս, ովքեր որ մեր կողքին էին, մենք նույնիսկ մի հատ հետաքրքիր բան ասեմ, որ տուն վարձեցինք ու հենց իրանց կողքի դուռը մի հատ կար, որ եւ դա փրկություն էր, որովհետեւ իրականում Ալբերտոին մեծացնելը դա առանձին կինո է, որի մասին կարելի է կինո նկարել։ Ինքը կատաստրոֆիկ երեխա է եղել, մինչև 4 տարեկան, ինքը չէր քնում գիշերները, ու ես լավ հիշում եմ, երբ որ ես գալիս էի հոգնած, շատ հոգնած ժամը, ասենք գիշերվա 3-նա 4-նա ես տարակած եմ, ուղղակի ես ի վիճակի չեմ ապրելու, ինձ պետք է մի քիչ քնել, ես գալիս էի պարկում եմ, ինքը արտանում էր։ Նույնիսկ ես տենց տեքստեր եմ ասել, այն ժամանակ ասում էի ինքը ծնվել է, որ ես մեռնեմ։ Այդպես տեքստեր էի ասում, գժվում էի, վելագարվում էի։ Արտանում լացում էր բան, դե չգիտեմ։ Բայց անցանք այդ ամեն ինչը։ Անցանք։ Առավոտը ժամը տենց սպասում էի լույսը բացվեր ու սենց գրկում էի Ալբերտոին, սենց մամայից դուրը, սենց պապաս արդեն գիտեր էլի սպասում էի խեղճը 5-ից դուրը ծեզոին մենք սպասենք Ալբերտոին գնում էի որ քնեի իրան։ Ու հետո հասկացանք որ չէ, սենց չի լինի ու մենք գալիս ենք տուն, տեսնում ենք որ մեր սառնարանը միշտ լցրած է, չգիտեմ, մամաս ճաշերը եփած, դե միշտ որ ասա իրանք 16 տարի է, ինչ Ալբերտո ծնվել է, մեր մոտ տենց է, մամաս ամեն առավոտ գալիս է, ճաշերը եփում է, պահում է երեխեքին ու գնում է։ Իրանց կյանքը կոնկրետ նվիրել են մեզ ու մենք կարողացանք հաղթահարենք այս ամեն ինչը։ Սիրուն Ալբերտոն, դրա համար Ալբերտոն ինքը ասում է ես գժվում եմ իմ տատայից համար, գժվում եմ։ Շատ սիրուն թեմա է, ես առաջարկում այս թեման մենք նաև քաղցրի սեղանի շուրջ շարունակենք, որովհետև հարցեր ունեմ, որոնց պատասխանները կուզենայի լսել ձեզանից։ Բայց շատ սիրուն, շատ մարդկային պատմություն է, շատ բնական պատմություն է։ Մի պատմություն է, որի մեջ այսօր շատ կանայք վախենում են մտնել, որտեղ ուզում են ամեն ինչ լինի պատրաստ, ամեն ինչ լինի ճիշտ այնպես, ինչպես իրենք երազել են, եւ որտեղ ոչ մեկ չի երազում դժվարությունների մեջով անցնի, շատ քչերն են պատրաստ անցնել այսօր դրա մեջով, դրա բանալիների մասին դուք անպայման կուզենայի պատմեի։ Շատ ցավոտ, որ այսօր բաժանություններ են գնալ, շատ են բաժանությունները շատացել են, որ իմանում ես ինչ թեմայով են բաժանվել, այնպես ասում ես, ինչ աբիդնի է էլի, ախր դուք հələ մի հատ անցնեք այն ավելի են բարդ շրջանը, ասեք կոնկրետ մեր ճանապարհով որ անցածել են, մի 78 անգամ բաժանվել էին այդ թեթև բանից բաժանվողները, պրոստը բաժանվել էին իրարից 1400 անգամ։ Ուղղակի դուք ունեցել եք մի բան, որը համեմատական չի ոչ մի այլ բան է, դուք սիրել եք իրար, դուք հանդուրժել եք իրար, դուք սիրելը շատ կարևոր է, մենք միշտ իրար ասել ենք, որ ասում ենք, որ լավ է լինելու, միշտ ասել ենք, որ լավ է լինելու եւ ամեն առաջնորդվել ենք Աստծով ու ասել ենք թող Աստված որոշի ոնց կլինի։ Ու մենք միշտ ասել ենք, որ լավ է լինելու ու լավ է եղել։ Երբեք չեմ լացել։ Հիմա ասած որ պատմում եմ, բայց այդ ժամանակաշրջանում մենք ամենավատ շրջանում նույնիսկ մեր ոչ մեկ չի իմացել դրա մասին։ Ոստի հիմա արխային ասում եմ։ Հիմա շատ լավ է։ Բայց մեր շնորհիվ, հարգելիներս, ոչ մեկի վրայով չանցնելով։
Հիշում եք, որ անցյալ անգամ ես կրկին պատրաստել էի տանձ, որը Սամոսավան գյուղից էի բերել եւ ահա այսօր էլ, քանի որ այս գեղեցկուհի տանձերին պետք է իհարկե օգտագործել, որ մարդիկ վայելեն, փորձեն, ես այսօր էլ բացառություն չեմ անի եւ կպատրաստեմ տանձով դեսերտ։ Պատրաստելու եմ տանձը օշարակի մեջ։ Օշարակի պատրաստման համար ինձ անհրաժեշտ է կիտրոնի կեղևը։ Եվ կիտրոնի հյութն է ինձ պետք, 1 կիտրոնի հյութ, 1 նարնջի կեղև, ոյ, լիծիմ, և նարնջի հյութը, 200 գրամ շաքարավազ, դարչինի ձողեր, 500 միլիլիտր ջուր, և դնում եմ կրակին, հենց շաքարավազը հալչում է, տանձը դնելու եմ օշարակի մեջ։ Սկսում եմ մատուցել, ես պաղպաղակով կմատուցեմ, դուք կարող եք նաև հարած սերուցքով մատուցել։ Եվ արդեն վրայից էլ օշարակը։ Ես իրականում շատ սիրում եմ դարչին։ Հիմա ես էլ եմ շատ սիրում։ Գիտես, դարչինը մտերմացնում է մարդկանց։ Դարչինը մենք вообще շատ ենք սիրում։ Կա դարչինից։ Ահա շատ ենք դարչին օգտագործում դրանից է իսկականից սերը։ Մենք պայուսակում սերը դարչինի մեջ։ Պահած դարչին, որ դարչինով ծամոնն գայթակղի։ Այն դարչինի ծամոնները որ կա։ Այո։ Սենց փոքր կոնֆետիկներ կա, բայց Ամերիկայից ենք բերում հետներս միշտ։ Գնահատեմ մի հատ։ Մի հատ օրագիր հետ բեր։ Այսօրվա գնահատականներով թե հին։ Այսօրվա։ 10։ Դե գնահատեք այսօր օրագիրս։ Բավը կոնյակով փորձեց։ Առաջարկում Արմենիա վայն ընկերության V&M կոնյակը, սա 3 տարեկանն է, մի թեթև ավելի թեթև է բնականաբար, բայց 3 տարի շարունակ այս կոնյակը հնեցման ողջ ընթացքում Արամ Խաչատրյանի երաժշտությունն է լսել ու վայելել։ Եվ հիմա էլ որ գնաք Արմենիա վայնի կոնյակի հնեցման մառանը, որը 10 մետր, 8 մետր խորության վրա է գտնվում, կլսեք խաչատրյանական երաժշտությունը։ Ես եղել եմ իրականում իրանց մոտ ու շատ հավես ժամանակ եմ անցկացրել։ Արամ Խաչատրյան լսած կոնյակը։ Այո, մի դաստիարակված կոնյակ։ Հնչում է։ Ավելի բաներ է լսում։ Բա, ճաշակով կոնյակ։ Ես ճիշտ ասած Թուփակ լսած կոնյակ եմ խմել, էլի վատ չի, պրոստը մի անգամից խփում ա գլխիդ։ Դե այն ոնց կխփի։ Իսկ խաչատրյանական այսպես ոնց որ խաչատրյանը ինձ թվում է ինքը տես կամած, հոգուտ վրա քիչ։ Մտնում է արյան երակներով հոսում է դեպի Գեներով սիրտը շարունակվում է։ Հա։ Ես ինձ թվում է սրանից հետո կգնամ մի հատ նոր երգ կգրեմ։ Ես կսպասեմ։ Խնդրեմ տակը փոքրիկ է, փոքր շրիֆտով որ գրում են, ոգեշնչվել եմ Հերմինեի տանը։ Կադրաս հենց երկրի վրա եմ, մի հատ երգ պետք է գրեմ, հա, շատ սիրում։ Արջերում հետաքրքիր։ Ով է երգելու։ Միասին են երգելու։ Հա, բայց Կամենակ իմ ամենագրում է ինչ։ Ես լավ երգեր է գրում։ Հապա։ Շատ համով։ Իսկ այդ նոր երգի ինչ որ մի փոքր հատված կա արդեն, որ կարելի է տենց ես էքսկլյուզիվ ունենամ, էլի, մի քանի տող։ Մի քանի տող։ Հա։ Իրականում մենք նենց հետաքրքիր ենք երգում։ Մեր բոլոր երգերը մեր մասին է։ Ես երբ է եթեր գնում։ Ոչինչ որ մի քիչ անոնսի կարգի լինի, Գրիգոր, տուր ինձ այդ շանսը։ Մի հատ շատ հետաքրքիր երգ եմ գրել։ Ահա։ Ծնողների մասին է։ Երկու տեսանկյունից է երգում անդրադարձը։ Առաջին անդրադարձը հենց ծնողներին եւ երկրորդը որպես ծնող ես երգում արդեն։ Առաջի տունը երգում ես ծնողներին, երկրորդ տունը երգում ես
որպես ծնող։ Բայց ես կխոսեմ մի հատ երգի մասին, որը գրել եմ մեր ամուսնության 17-ամյակի կապակցությամբ, կոչվում է «Քարի պես ամուր է սերս»։ Ինքը երկը բանի մասին է, էլի, որ ամուր սիրո մասին է, որը գնալով կարծրանում քարանում է, տարիների ընթացքում ընդհանրապես սերը այդպիսի հատկություն ունի, դու պետք է բնականաբար սնես իրան, որպեսզի ինքը կարծրանա։ Ամրանա։ Ավելի կարծրանա եւ ամրանա, այո։ Ես փոքր sense ասեմ, բանը, տենց երգը Քարի պես ամուր է սերս, ես սիրում եմ քեզ անսահման, առանց քեզ չկամ արևս, ու չունի սերս ոչ մի պայման, ինքը տենց հունական սթայլի մեջ է, էլի։ Քարի պես ամուր է սերս, հավատքով հույսով կառուցված, առանց քեզ չկամ արևս, ծով է սերս ալեկոծված։ Հետո տպավորությունն է, որ դուք ընդհանրապես չեք կռվում, որտեղ ինձ թվում է հենց ուզենակ կռվեք, Գրիգորս էս մի բան կհորինի, մի բան կհորինի եւ արագ ամպերը կցրի, չեք կռվում իրոք։ Երբեք մեզ չեն տեսնի կռված, որովհետեւ չենք կռվում։ Ու երբ որ մարդիկ զարմացած ասում են հնարավոր չի դուք խափում եք։ Չի կարող այս բանին ինչ կռվեք։ Դուք կռվում եք, հաստ։ Մենք ունենք որոշակի կռիվներ, որոնք որ ուղղակի կարա վերաբերվի մեր հենց անձնապես մեր միջև կռիվը չի։ Կռիվը ինչ որ ուրիշ երևույթի, ուրիշ մարդու, ուրիշ ինչ որ գործերի կամ ինչ որ բանի շուրջ է, էլի։ Ու այդ կռիվն այնպես չի որ կռիվ է։ Որը չի անդառնում մեր անձնականին, էլի, այսինքն ոչ մի ձև սպի չի թողում մեր հարաբերությունների վրա։ Չէ, բայց իրար հետ ապրում եք, էլի, այսպես արեցիր, չէ, դու այսպես արեցիր, այս ինչին այնպես նայեցիր, ինչի այսպես էս մեկը էս ինչպիսի բան, այսպիսի բան գրեց։ Չկա այդպիսի բան։ Երբեք 17 տարվա մեջ մենք շատ բազմիցս ասում մենք բազմիցս վիճել ենք իրար այդ այսպես ասած վեճեր, փոքրիկ կռիվներ եւ այլն, թեկուզ մի քիչ մեծ կռիվներ, բայց բոլորը մեր հարաբերությունների մասին չեն եղել կռիվները։ Բանալիները ասեք ինձ տվեք բանալիները այդ տիպի հարաբերությունների մասին։ Եթե SMS-ներ ա եկել, այո, իրան էլ են գրել, ինձ էլ են գրել, բայց մենք հումորով բացել ենք այդ նամակները ու մենք նայել ենք ու հավես անցել մեր համար։ Անձնական բան չի եղել, անձնական բան չկա տենց ինչ որ, որովհետև տենց բաները իրականում դրանք են հենց սպի թողում հարաբերությունների վրա, այսինքն վերք, հետո սպի անումը, բայց սպին ամեն դեպքում մնում է ինքը եւ միշտ ինչ է, այստեղ ասենք ձեռքը ճղվեց, այդ պահին ցաված, հետո սպիացավ, բայց դու ամեն անգամ նայելուց հիշելու ես, որ այսինչ օրը, այսինչ ժամին, այսինչ տեղում այս ձեռքս ճղվել է ու այս սպին դրանից է մնացել ու եթե դու ես ճղել ես սպին արել, ես ամեն նայելուց հիշացնելու եմ քեզ, ասել եմ հիշում ես այս հլնայի, չէ՞։ Համենայն դեպս կարող եմ վստահաբար ասել, որ մեր անձնական հարաբերությունների վերաբերյալ չի եղել այդ կռիվները։ Ավելի շատ վերաբերվել է լրիվ ուրիշ բաների, ուրիշ մանրուքների, ուրիշ մարդկանց գործերին ու շատ ժամանակ էլ ես միշտ քանի որ տեսակով ավելի թեթև տանող եմ ու միշտ Ռուբսիմեն ընդհանրապես միշտ ի սկզբանե ինքը չնայած սովորեց այդ ամեն ինչին, հասկացավ, որ այդպես չի։ Ինքը միշտ ինչ որ սպասումով է եղել մարդկանցից բանի, այսինքն շնորհակալության սպասումով։ Ասում հասարակ շնորհակալությունը ինչ է որ չհայտնեցին ինձ օրինակի համար կամ հասարակ ինչ որ ես վերաբերմունք ցուցաբերեցի, ինքը շատ ուշադիր է մարդկանց նկատմամբ ընդհանրապես, ինքը շատ չերեշչուր ուշադիր է այդ մարդկանց նկատմամբ, ընդհանրապես եմ ասում։ Ինքը սպասում է որ
բոլորը իր նման պետք է լինեն, իրան նույն ձև պետքա պատասխան տան, ու երբ որ չի ստանում այդ պատասխանը, ինքը դրանից ահավոր նեղվում է։ Ու ես իրեն ասում եմ, լավ, օքեյ, արի մի բան հասկանանք, եթե դու ինչ-որ մեկին ինչ-որ լավ վերաբերմունք ես ցուցաբերում, դա քո համար ես անում, իր համար չես անում, առաջին անում ես քո Էգոյի համար, ինքնաբավարարված լինելու համար։ Բավարարված լինելու համար, որովհետև մենք տեսակով նաև այնպես ենք, որ մենք սիրում ենք ավելի շատ տալ, քան վերցնել։ Ես մենք չենք սիրում։ Ես օրինակ նվեր ստանալ այդքան շատ չենք սիրում, բայց նվեր տալ շատ ենք սիրում։ Նվեր տալը ամենաշատն է, որ նվեր տալուց ավելի մեծ հաճույք ենք ստանում, քան թե որ նվեր են բերում, մանավանդ որ օրինակի համար բան ալինում, մենք քանի որ ասած երկար ճանապարհ ունենք անցած, ասենք մեկ ինչ-որ նվերաբերում ասում ենք, «Արա, բայց կարող է խոսքի դժվարությամբ բերել այս մարդը»։ Չեք խորացնում, չեք մոռանում այն ամեն ինչը։ Կարող է բերել, ասենք, ճղվել մեջտեղից խոսքի, չգիտեմ, այս թանկ կոնյակը բերել, թող իժան կոնյակ բերեր օրինակի համար, այդպես նեղում ես այդ մարդու համար եւ այլն։ Ես էլ Գրիգորն էլ նույնիսկ փոքրիկ, չգիտեմ, այս ամեն ինչը ես չեմ ուրանում։ Ես միշտ հիշում եմ, որ շնորհակալ եմ այս երեկոյի համար։ Բայց երբ որ դու արդեն շատ ծանր բաներ ես անում մարդկանց համար, քո կաշվից դուրս գալով եւ ֆինանսապես եւ հոգեպես, ու այդ մարդը մտածում է, որ նորմալ է, դա պետք է անել։ Ու դու պարտական ես իրեն։ Ինքը սպասում է հաջորդի, նորից ես անում, բայց ես հասկանում ես, որ բայց չէ, ես միշտ մտածում եմ ու հիմա ավելի շատ ես Գրիգորին ասեմ, որ քանի որ արդեն այդ ջահել տարիները չի, այո, մենք պետքա մի քիչ մեծ խնայենք։ Չես կարա այդ ջահել վիճակները չի, որ ասես լավ, դե անեմ, խնայենք, եթե մարդը արժանի չի, արի այդ մարդուն դնենք մի կողմ։ Չանենք այս ամեն ինչ, որտեվ արդեն զգում ես, որ օգտագործում են այս բարությունը։ Եղեք, այս մարդկային հարաբերությունների թեման, մարդ մնալու, կորցնելու մարդունքի մեջ, այս ամեն ինչի մասին, ձեր դպրոցում աշակերտների, ուսանողների հետ եք խոսում այս ամեն ինչի մասին, հա? Ահա, որ շատ Մենք պատմեք էլի ձեր դպրոցի ու դասերի մասին։ Մեր դպրոցում ի սկզբանե, երբ որ 2012 թվականին իհարկե հիմնվեց Trio Studio-ն, Ռեփսիմեն դասավանդում էր այդ ժամանակ միաժամանակ երկու տեղերում Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում եւ Երևանի պետական կոնսերվատորիա դասախոսում էր երկու տեղերում, բայց ինքը շատ էր սիրում երեխեքի հետ աշխատել, ասում էր, բայց ես կուզենամ իմ անկյունը ունենամ, իմ ստուդիոն ունենամ, որտեղ որ իմ աշակերտները կգնեն, իմ աճացրած, իմ շկոլան եւ այլն, մի խոսքով Կներեք։ Արի ձեր։ Արի համով ջան։ Արի արագ ծանոթացի, մենք հեսա վերջացնում ենք։ Լավ ես։ Հատուկ ոնց եք։ Շատ լավ։ Մարիա։ Մարիանա շատ։ Ռիփսիմեն։ Ես լավ ես։ Լավ անցավ ներկայացումներ նայել։ Հա, լացել ենք շիրված օդեի պատվի համար նայենք։ Լացել ես։ Լադիկ էր, չի։ Լացեցիր մի քիչ։ Ռեփսիմեն շատ էր ուզում իր անկյուն ունենալ, իր ստուդիոն, իր երեխեքը, իր դպրոցը անցած երեխեքին։ Մենք հիմնեցինք Սարաջանի անվան դպրոցում մի հատ փոքրիկ սենյակ։ Արմինե Աղասիևնայի հետ խոսեցինք եւ ինքը տրամադրեց մեզ մի հատ 60000 դրամ ծախսեցինք ու ռեմոնտ արեցինք։ Ռեմոնտ արեցինք։ Ներդրում էր էլի։ Ներդրում արեցինք։ Ախպեր խորն եմ ռեմոնտների։ Ես պատկերացնում Գրիգորը ոնց է դա քննարկել տղաների։ Մի խոսքով արեցինք դա եւ բացեցինք ստուդիոն, եկան մեր առաջին 13 աշակերտները։ Հետաքրքիր էր առաջին ընդունելությունը 13 հոգի ընդունվեցին մեզ մոտ եւ հետո գնալով սկսեցին շատանալ։ Հետո գնալով շատացան մեր աշակերտները, մենք բնականաբար ջանք ու եռան չենք խնայում, որպեսզի երեխաներին համ հետաքրքիր է մեր ուսումը։ Բայց ի սկզբանե ինչ էին սովորում երեխաները։ Ի սկզբանե եղել է վոկալ ստուդիո։ Միայն վոկալ ստուդիո էր։ Հետաքրքիր բան ասեմ, հիմա վոկալ չէ էլ։ Հիմա մենակ դերասանակ։ Հիմա վոկալ բաժիններ չունենք, փակեցինք վոկալ բաժինը եւ կենտրոնացել ենք դերասանականի վրա։ 15 թվականից դերասանական բաժինը բացեցինք։ Պարզվեց, ուղղակի այդ ընթացքում պարզվեց, որ բոլորը ուզում են դերասան դառնալ։ Բացեցինք դերասանական բաժինը, աճացրեցինք երեխաներին, տվեցինք այն ամեն ինչ, ինչ որ
մենք տարիների ընթացքում ձեռք ենք բերել մեր մասնագիտական ու դրան զուգահեռ երեխաներին ամեն դասին փոքրիկ ժամանակ ենք տրամադրում, որ ասենք դրա մասին հատուկ եւ մինչեւ հիմա դա ասվում է, որ երեխաները պետք է առաջին հերթին մարդ մնան։ Այսինքն մարդ մասնագիտությունը շատ կարեւոր է։ Մարդ մասնագիտությունը դա պրակտիկայի հիման վրա է, հարաբերությունների հիման վրա է, այսինքն ուշադրության հիման վրա է։ Այդտենց բաներին պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել, որովհետև ասում եմ, դուք կարող եք դառնալ լավ դերասան, բայց դուք որ վատ մարդ եղաք, ես էլ պրոդյուսեր եմ, ես առհատ ձեզ կնկարեմ։ Հիմա քանի երեք լիքը մարդիկ, ովքեր որ production են անում, այսինքն նկարահանում են նախագծեր, ֆիլմեր եւ այլն, մեզ համար կոմֆորտը շատ կարեւոր է։ Իհարկե։ Ես առաջին հերթին որ ինչ-որ մի հատ պրոյեկտ ա լինում, գիտեմ, ասենք, այս մարդը նկարվել է ինչ-որ այս ինչ պրոյեկտներում։ Զանգում եմ այդ ինչ պրոյեկտների հենց ղեկավարներին, ասում մի բան հարցնեմ, այս մարդը կոմֆորտնի է, ես իրեն նկարեմ իմ մոտ։ Եթե հանկարծ մի քիչ կմկմած, այդ մարդը չի նկարվելու իմ մոտ։ Իհարկե։ Եթե ասես դե տենց մեկ լինում է բան, հենց տենց տեքստ ասեց, այսինքն այդ նշանակում է, որ ինքը խնդրեմ է բերելու իր հետ։ Ինձ պետք չի։ Իրականում մեր դպրոցից շատ երեխեք ա Գրիգորը հանել, հենց բնավորության հետ կապված, հենց մարդ տեսակի, որովհետև այդ ցեցեր գցում այդ երեխեքը։ Կապ չունի, որ ինքը շատ տաղանդավոր երեխա է։ Շատ առողջ խնձորը կարող է փչանալ մեկ որդից։ Այսինքն մի ամբողջ արկը խնձորը կարող է առողջ խնձորը կարող է մեկ փչացած խնձորից ամբողջովին։ Եվ հենց դրա համար մենք անընդհատ երեխաներին ասում ենք, որ կարող եք դառնալ շատ լավ ռեժիսոր, շատ լավ սցենարիստ, դերասան, պրոդյուսեր եւ այլն, բայց պետք է մարդ լինեք առաջին հերթին, որ ձեր շրջապատում փառքը չպետք է ուտի ձեզ։ Ընտանիքա Քանի երեխա են սովորում, ինչպես ընդունվել, ինչպես գտնել, մի հատ ասեք մարդ կամ 13-ից դարձանք 40, հետո 50, 60, 70, 100 անցանք, 200-ն է անցանք, 300-ն է անցանք։ Որտեղ է հիմա դպրոցը։ Մենք հիմա ունենք մեր սեփական դպրոցը, որը ոչ միտեղ չենք գնում, հենց մեր մոտ են գալիս, դա երազանք էր, որովհետև հենց մենք 10 տարուց ավելի վարձ էինք տալիս, դուրս էինք գալիս ռեմոնտ էինք։ Մենք գնացինք մեր սեփական տարածքը, մեր սեփական տարածքը վերանորոգեցինք եւ դարձավ մեր դպրոցը, որտեղ որ հիմնական դպրոցն է։ Երևանում Զեյթունում Պարուս Սևակ 47 հասցեում է։ Ինչպես են ընդունվում։ Ընդունվում են զանգահարելով եւ մոտենալով, գրանցվելով, պայմանական են բոլորը ընդունվում, ոչ ոք միանշանակ չի ընդունվում։ Բոլորը ընդունվելուց հետո 2 ամիս ժամանակ ունեն պայմանական, որպեսզի մենք կարողանանք կողմնորոշվել, արդյոք իրենք կարող են շարունակել թե ոչ, որովհետև ծնողը կարող է ոգևորված լինել, երեխան կարող է ոգևորված լինի, որովհետև յուրաքանչյուր ծնողի համար իր երեխան վերջն է։ Արա այս երեխան հելի բեմ, մենակ հանեք բեմ։ Տենց է, բոլոր ծնողների համար սուբյեկտիվ կարծիք կա ձևավորված, որ իրանց երեխան բոլոր երեխեքից տարբերվում է եւ բոլորից լավն է։ Թողեք մենք հասկանանք էլի մենք 13 տարվա ընթացքում դա հասկացել ենք։ Իսկ ինչ տարիքային։ Այդպես մենք ասում ենք, խնդրում ենք, եկեք 2 ամիս թող իրենք սովորեն, մենք ձեզ կասենք, ձեր երեխան վերջնա, թե չէ, լավն է, թե ուրիշ տեղով է լավը, որովհետեւ հաստատ այդ ընթացքում մենք կարող ենք բացահայտենք, որ երեխան օրինակ շատ լավ սպորտային ունակություններ ունի եւ թող գնա սպորտսմեն։ Ուղղորդեք։ Շախմատ թող գնա խաղա։ Որովհետեւ մեզ համար շատ չգիտեմ, մաթեմատիկա եւ այլն։ Որովհետեւ մենք ընթացքում հետաքրքրում է, ինչ ես ուզում դառնաս, ինչ մասնագիտություն ես սիրում, որ առարկաներն ես սիրում դպրոցում։ Մի քանի խաչաձև հարցերով կարող ես բացահայտել երեխայի ունակությունները ուր այնք ուզում գնա։ 5 տարեկանից են ընդունվում, մինչև 30 տարեկան։ Իրականում մենք սկզբից որ բացել ենք ստուդիան, դրել ենք մինչև 60 տարեկան, չգիտեմ ինչ ենք տես մտածել, որ ոգով ես ուզում ես կապ չունի ով է գալիս գա, ու մի քանի տատիներ են եկել, մեր համար շատ դժվար էր, ահա որ ես ու Գրիգորը տենց ամիսով տանջվում ենք, այդ տատիները լացում էին հեռախոսով, որ մեզ մի հանեք, բան, որտեղ բաները օրինեցինք, բան, դրա համար իջացրեցինք արդեն։ Շեմը։ Մեր մոտ սովորած երեխաները
շատ յուրահատուկ եւ առանձնացող են։ Ես մի բան էլ հետաքրքիր ասեմ, հպարտությամբ եմ դա ասում։ Սիրով։ Մենք ունենք աշակերտ Գրիգորի Խանգելձյանը։ Նա ծառայում է Հայոց բանակում։ Երբ ինքը գնացել էր, դե ես մեր երեխեքի ծառայությունների այդ որ իրան գնում են ծառայության, ես պարտադիր պետք է իրանց կամանձիրի հետ խոսամ, իրանց չաստ տղեկի հետ խոսամ, դա ինչ-որ sense որ իրանք ծառայությունը հետաքրքիր ու լավ անցնի, բայց վստահ լինելով, որ մեր երեխեքի իսկականից լավն է, երբ որ իրանց կամանձիրի հետ խոսում եմ, ասացի, ես ձեզ շատ լավ երեխա եմ ուղարկել, ուղղակի վստահ եք իրան։ Ասաց, օքեյ, դե հիմա դե յուրական այն ծնողների պես երևի կարող եմ։ Որ սաղի համար էլ իրանց երեխեքը լավն են, բայց ես գիտեմ, որ ինքը շատ լավն է։ Մեկ տարի չանցած Գրիգը մի հատ հետաքրքիր նորամուծություն մտցրեց մեր բանակում։ Իրենց զորամասում ինքը իր կամանձիրին այդ իրենց հրամանատարին առաջարկ անում, ասում է, եկեք ես ռադիո ստեղծեմ այստեղ։ Իր եղբայրն էլ այնտեղ ծառայում, ինքը ռադիոտեխնիկա։ Եղբայրն է տես բաների մեջ ինչ-որ խորացած։ Ասում ոնց է ստեղծել, ասում է շչակներին եմ միանալու եւ ռադիո լինի։ Ասում օքեյ, ես քեզ տալիս եմ ազատություն, դու փորձի ստեղծես։ Ինքը ստեղծում է մի հատ հաղորդում, այսպես ասած, 2 ժամանոց, որը ամեն օր ժամը 5-ից 7-ն է տևում։ Եվ դեմոնստրատիվ առաջին հաղորդումն է, միացնում են շչակներին եւ բոլորը լսում են երաժշտություն, շնորհավորանք բոլոր նրանց մեծ գունդ է, էլի, ահագին զինվորներ կան այդ զորամասում։ Շնորհավորում են ծնունդները, նորություն, ռազմական նորություններ, դրսից նորություններ, նորություն երգ, ռադիոյի պրինցիպով։ Շատ ադուրներ է գալիս։ Նույնիսկ նախարարությունից գալիս են եւ հավանություն արժանանում դա եւ նույնիսկ ուզում են այդ մեթոդը կիրառեն բոլոր զորամասերում։ Բրավո Գրիգ։ Հպարտանալու։ Մեծ հպարտությամբ եմ ասում եւ եթե դա կիրառվի բոլոր զորամասերում, պատկերացնում եք մեր երեխեն կարողացել է նորամուծություն ունի բանակում, որպեսզի տղաները, ովքեր որ այդ ժամերին սովորաբար ոնց պարապ ժամ է, էլի դե այդ 5-ից 7-ը ոնց հասկանում եմ, այդ ժամերին իրենք զբաղմունք ունեն, իրենք լսում են հետաքրքիր նորություններ, իրենք կրթվում են եւ սովորում են եւ գիտելիք են ստանում։ Հետաքրքիր երաժշտություն են լսում, ծննդյան տոներին այդ շնորհավորանքները ուրախացնում, Հրաշալի։ Լավ երեխեք ունենք։ Հրաշալի Trio ստուդիոյի Instagram-յան էջը գործում է, վստահ եմ, կայքը գործում է, մարդիկ կարող են գրանցվել, գնալ, հանդիպել եւ երեխային տալ հնարավորությունը գնալու իր երազանքի ետևից։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այս այցելության համար։ Մենք էլ ենք շնորհակալ, շատ հավես աշխատանքից հետո, ծանր օրվանից հետո շատ հավես երեկո անցկացրեցինք։ Շատ համեղ բաներ կերանք, հետաքրքիր խոսեցինք, համեղ բաներ խմեցինք։ Ինձ համար էլ այն հարցը, որ ես ամեն անգամ տեսնում եմ ձեզ հեռվից հեռու տարբեր նախագծերում ու մոտս այդ հարցը կա, որ ոնց է ստացվել, որ մենք մինչև հիմա չենք առնչվել ոչ մի կետում, այդ կետը եկավ արդեն, երևի թե սա էր հենց այդ կետը եւ ես շատ ուրախ ու երջանիկ եմ դրա համար։ Ձեր ընտանիքին հավես խաղաղություն, սեր, ձեր երկու տղաներին ես գիտեմ դուք ոնց եք վայելում նրանց հաջողությունները, ձեր ծնող լինելը, դրա մասին քիչ խոսեցինք, բայց ինձ թվում է այն մարդիկ, ովքեր հետևում են ձեր գործունեությանը, նաև տեսնում են ձեր երեխաների երջանիկ լինելը, նաև ձեր գործի մեջ, նաև տեսնելով իրենց ծնողների սերը, որտեղ մենք նոր նկարանումից դուրս խոսում էինք դրա մասին, թե երեխաները ինչքան են գնահատում ձեր երկուսի սերը։ Նրանք գնահատում են ու հետաքրքիր է, որ միշտ խոսում ենք, երկուսն էլ ասում են, որ մենք լինելու ենք պապայի պես։ Ու այդ երջանկությունն է մեր համար, այո, եղեք գնամեծար եւ սիրեք ձեր կողակիցներին, այդ շատ կարեւոր է։ Բրավո։ Շնորհակալություն։ Տեսեցիք։ Շնորհակալություն։